որ բանկի պատճառով եք տուժել, ինչքան վարկ է ձևակերպել ձեր անունով եւ ինչ փուլում է հիմա քրեական գործը, եթե իհարկե նախաձեռնվել է ձեր դեպքով։ ID բանկի եւ Իդրամի տուժածներից եմ 2 միլիոն դրամի կարգի եւ ոչ մի կերպ բանկը կոմպրոմիսի չի գալիս, հստակ տեղեկանալով, որ դա զեղծարարություն է արված եւ որևէ փողզիջման վերջերս Մարտին Գալստյանի ասուլիսից պարզ դարձավ, որ պատրաստվում են որոշ բանկեր 3 տարով, կոնկրետ իմ դեպքում 5 տարով սառեցնեն։ Ես չեմ հասկանում դա, ինչի մասին է սառեցնելը, եթե ես չեմ ներկայացել եւ կոնտրակտ չունեմ, պայմանագիր չունեմ իրենց հետ, on-line արվել է զեղծարարությունը, այսինքն ինչ սառեցնելու մասին է։ Մենք իհարկե այսօր այստեղ ենք խաղաղակցիայի շրջանակներում եւ արդեն մեր 5-րդ այցելությունն է, մեզ որևէ մեկը չի դիմավորում, չի ընդունում, վերահսկող օղակը կենտրոնական բանկն է եւ յուրաքանչյուր գործարք կատարելիս մշտապես ներքևում գրվում է բանկը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Եթե վերահսկվում է եւ տալիս են այսպես ասուլիսներ, որքան պետք է խեղված ճակատագրերի ականատեսը դառնանք, որպես ասմունքող հաղորդավար, որպես հանրային մարդ, ես պահանջում եմ իմ գոլեգաների անունից նաեւ մարդիկ, ովքեր ունեն գերզբաղվածություն, ունեն մանկահասակ երեխաներ եւ 20 միլիոն դրամի անգամ վարկեր են ձևակերպված, անգամ ավանդը խզման ճանապարհով ավանդն են մարդկանց վերցրել։ Ես կուզեմ հասկանալ, ինչու պատշաճ նույնականացում չի իրականացնում բանկը։ Հիմա գանք պատմությանը, հա, երբ է ձեր անունով այդ վարկը ձևակերպվել։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ինչքան գումար, ինչքան տոկոսադրույքով, ոնց եք իմացել, որ ձեր անունով վարկ է ձևակերպվել։ 2 միլիոն դրամ, շատ ուշ ես SMS ստացա Gmail-ին, որ շնորհավորում ենք ձեր վարկը հաջողությամբ հաստատվել է։ Ուշ ժամային առումով, ուշ թե մի քանի օր անց։ Մի քանի օր անց։ Եվ արդեն օրը կիրակ էր, ես սպասեցի մինչև 2 շաբթի, ներկայացա Արաբկիր մասնաճյուղ, էմոցիոնալ ֆոնս բարձր էր, քանզի ես ունեի արդեն 4 գործող վարկեր, օրինական։ Եվ արդեն կքածեի վարկերի տակ, թեպետ պարտաճանաչ մուծող եմ եւ ունեմ իդեալական վարկային պատմություն։ Հրաժարվեցին թույլ տալ կառավարիչի մոտ, ասելով, որ դուք իրավունք չունեք եւ բարի եղեք 24%-ով բանկում գործող ամենաբարձր տոկոսադրույքով մարել պարտքը։ Կոմպրոմիսի չեն գալիս։ Ինչքան ժամանակով էր ձևակերպվել վարկը։ 6 ամսով, մեկը եւ մյուսը մինչեւ 2027 թվական։ Ես կուզեմ 2 վարկ, այո, մեկ գիշերվա ընթացքում։ Մեկը 2 միլիոն դրամի չափով։ Չէ, երկուսը միասին։ Երկուսը միասին, իսկ առանձին։ Մեկը 545-ա, դա ռոքետ լայնի մասին է խոսքը։ Ցանկացած քարտապան, երբ որ վերցնում է քարտ ID բանկի, այնտեղ բացվում է վարկային գիծ։ Նայած ում շարժի ինչքան է, 545-ը դա միայն ռոքետ լայն, ասել է թե on-line գնումների համար է։ Ես ուզում եմ հասկանալ լոգիկան, եթե դա on-line գնումների համար է, դուք բացում եք վարկային գիծը եւ անձը չի օգտագործում դա։ Ինչի համար եք դա ձևակերպում որպես վարկ, եթե անձը չի օգտվել։ Ես կուզեմ հասկանալ, ինչու պատշաճ վերահսկողություն չի սահմանվում, եթե դա ռոքետ լայն է եւ քարտապանին դա անհրաժեշտ չի, թույլ եք տալիս զեղծարարը բանկում գործող ամենաբարձր տոկոսադրույքով վարկ ձևակերպի։ Եվգենիա, ձեզ որևէ կոդ, նամակ, հաղորդագրություն չի եկել, դուք պնդում եք, որ որևէ հղմամբ չեք գնացել կամ որևէ թվեր չեք հավաքել։ Լիստայեմ կայքում ես ունեի հայտարարություն, ես երեխայի հագուստներն էի վաճառում։ Ես միայն տվել եմ քարտի դիմային հատվածի թվերը, որից հետո քարտային հաշվեհամարի թվերի մասին եք խոսում։ Այո, 16 նիշանով։ Նույն ժամանակահատվածում, այսինքն։ Ոչ։ Ինձ համար շատ առեղծվածային է մնացել, երբ գիշերը քնել եմ, արթնացել եմ, ինձ զանգահարել են Իդրամի հեռախոսահամարից, ներկայացել են որպես Սիրանուշ, ես հնչեցնում եմ անունը։ Իրականում Սիրանուշը ներկայացավ որպես Իդրամի աշխատակից եւ փորձեց ինձ ուղղորդել, որպեսզի ես կոդեր հավաքեմ հեռախոսից մեջ եւ անգամ հարցրեց հեռախոսի մոդելը։ Ես ասացի, որ արդեն վարկ է ձևակերպված, խնդրում եմ, կասեցրեք, սառեցրեք, բլոկավորեք քարտը, հաշիվները եւ այլն։ Ես արդեն մտածում եմ, որ բանկի մատը խառն է, այսպես ասած, եւ այսինքն տվյալ Սիրանուշը ձեզ զանգահարել է այն բանից հետո, երբ դուք դիմել եք ID բանկ եւ պարզել, որ երկու վարկ ունեք։ Բանկը ուղղորդել է, որ մեր միջոցով չի արված երկրորդ վարկը, դիմեք Իդրամին։ Դիմել եմ Իդրամին, Սիրանուշին, հետ է զանգել, պիտի ասեմ, որ հաշտարարի 22 էջանոց նամակների մեջ Սիրանուշի անունը եւ հեռախոսազանգերը անհետացել են։ Լիստեմի վաճառքի հիման վրա հեռախոսահամարով իմ WhatsApp հավելվածին տեքստ էր եկել, որ մենք ցանկանում ենք գնել ձեր ապրանքը։ Եվ Մաժոր էքսպրեսի միջոցով առաքիչը կգա
եւ ձեր տանից կտանի ապրանքը եւ ոչ կանխիկ եղանակով եւ ուղարկեց ինձ կտրոնը, որ ինքը վճարումը կատարել է։ Կնիկած կտրոնը։ Ես ստացել եմ այդ կտրոնը, որ Major Express-ը, որը որ սուրհանդակային ծառայություն է, նմանատիպ ինչպես Հայփոստը, որ փողը փոխանցված է։ Մտնում եմ մոբայլ հավելված եւ չկա նման գումար եւ հետո գալիս է SMS հաղորդագրություն, որ շնորհավորում ենք ձեր on-line վարկը հաջողությամբ հաստատված է։ Այսինքն list AM-ի հետ կապված առևտրից հետո եք բացահայտել, որ այո։ նման վարկային ձևակերպումներ ունեք։ Հիմա ձեր վարկերը սառեցված են, թե ոչ։ Ոչ։ Ուզում եմ ընդհանրապես չեղարկվի, որովհետև 5 տարի անց չեմ պատրաստվում նորից այս դժոխքի մեջով անցնեմ։ Սա դժոխք է, ես որևէ մեկին չեմ ցանկանա։ Մենք կորցրել ենք մեր քունը, մեր անդորը, խաթարվել է երեխայիս ուսումնառության process-ը, տանը կա անչափահաս երեխա եւ այս իմ տառապանքը տեսնելով, բարբերաբար արտասվում է, տեսնելով մամայի այս աներանելի անօգնական վիճակը։ Ուստի ես խնդրում եմ եւ պահանջում հորդորում եմ նաեւ, որ չեղարկել սրանք ապօրինի վարկեր են եւ որևէ դիմելություն չկա մեր կողմից։ Ձեր դեպքով քրեական վարույթ կա նախաձեռնված քննչական կոմիտեում։ Կոմիտեում եւ հստակ երևում Դուք եք տուժողը, թե բանկը։ բանկն է տուժողը։ Բանկն է, կարգավիճակը այդպեսին է, տուժողը բանկն է, որովհետեւ իրականում զեղծարանները բանկից են տարել այդ գումարները։ Իսկ որևէ մեղադրյալ կա այդ գործով, թե ոչ։ Երկու կանանց անուններ է հստակ երևում Բայց գործի նրանք մեջ։ որպես մեղադրյալ են, իրենց կարգավիճակը մեղադրյալ է։ Մեկը զեղծարար կինն է, ով մոբայլ Major Express-ն է կեղծել, մյուսն էլ ով տարել է իմ քարտի գումարը եւ digital քարտով եւ հասցեով ամեն ինչ երևում է, բայց 5 ամիս է որևէ լուրջ չունեմ, այդ կանանց բերման չեն ենթարկում։ Անուն, ազգանուններ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են նրանք։ Այո, երկուսն էլ։ Կենտրոնական բանկից ձեր պահանջները ներկայացրեցիք, իսկ հակակոռուպցիոն կոմիտեից ինչ եք պահանջում։ Սա կոռուպացված համակարգված դրսևորում է, եթե կենտրոնական բանկը անզոր է եւ չունի լծակներ եւ միայն իր հորդորով 5 տարով սառեցնում են, ինչի մասին է խոսքը։ Եթե անձը չի ունեցել դիմելություն, չունի պայմանագիր, ինչն եք սառեցնում։ Չեղյալ համարեք, թողեք մենք խաղաղ ապրենք։